Իսկ հիմա եկեք դասավորենք պահարանս։ Սկսենք երևի թե մեջտեղից։ Այստեղ այսպիսի ձող կա, որտեղ կարող եմ կախել իմ հագուստը։ Նորից մոտեցնենք իմ նախկին պահարանը, որտեղից հագուստը վերցնելու եմ ու կախեմ այստեղ։ Սկսենք վերարկուներից, առաջինը տեղափոխելու եմ իմ նոր վերարկուն։ Ուզում եմ դասավորել գունայինով, որ մուքից գնա դեպի բաց։ Տեսնենք կստացվի թե չէ։ Հաջորդը տեղափոխում ենք սա։ Մյուսը սա։ Սև պիջակ։ Վերարկուներս ու պիջակներս վերջացան, այնպես որ հիմա շարունակում են կախել մուգ գույնի բլուզները։ Դասավորելու հետ միասին նայում եմ 1.846 անգամ Էլենի օրագիրը։ Ու ես չեմ կարողանում ոչ մի գործ անել, ոչ աշխատել, եթե կողքից ինչ-որ մի բան չեմ միացրել նայելու։ Ու այդ ինչ-որ մի բանը պետք է լինի այնպիսի սերիալ, հաղորդում կամ կինո, որը ես մի 10 անգամ տեսել եմ։ Այդքան շատ ուշադրություն չի գրավում այս դեպքում սերիալը, բայց ես գիտեմ, որ ինչ-որ մի բան միացրել եմ նայելու։ Իսկ եթե Էլենի օրագրի փոխարեն տնեի ինչ-որ մի նոր Netflix-ի սերիալ, հաստատ ամբողջ ուշադրությունս կկլաներ ու ոչ մի գործ չի անի։ Սա վերջին անգամ չեմ հիշում երբ եմ հակել, բայց դեն նետել չեմ ուզում, այնպես որ եկեք ամեն դեպքում պահեմ։ Սա վերջին անգամ չեմ հիշում երբ եմ հակել ու դժվար էլ հակնեմ, դրա համար հեռացնում ենք պահարանիցս։ Սա ճիշտ է կապույտ վերնաշապիկ է, բայց դինելու եմ սևի ու մոխրագույնի հետ միասին, որովհետև ինքը ունի դիմացից այսպիսի ժիլետ, որը ամբողջությամբ սև է ու որը ծածկում է գրեթե կապույտ գույնը։ Այս կապույտը մի փոքր շատ է աչքի ընկնում, բայց չգիտեմ էլ որտեղ կախեմ, այնպես որ թող մնա դերևս այստեղ։ Արդեն գնում ենք դեպի սպիտակ գույն, այնպես որ կկախեմ սա։ Հետո սրանք ու սա։ Գունայինի առումով ուզում եի ավելի սիրուն ու էսթետիկ ինչ-որ մի բան ստանալ, բայց ինչպես տեսնում եք, ինձ մոտ չստացվեց։ Ու ես արդեն աշխատանքից ուշանում եմ, այնպես որ մնացածը կդասավորեն կամ հաջորդ մասում, կամ ես մենակ կդասավորեմ։ Այնպես որ կհանդիպենք մյուս հոլովակներում։